Ինչ վերաբերվում է առանձին գերատեսչությունների ծախսերի նվազմանը եւ ավելացմանը, ապա այդ բոլոր ծախսերը եւ ծախսերի նվազումները եւ ավելացումները պարզ են դառնում, երբ որ մենք մանրակրկիտ անդրադառնում ենք ծախսակազմումներին, այն ռեֆորմներին, որը տեղի ունենում տարբեր ոլորտներում, ինչպես գիտեք, ներքին գործերի նախարարությունում վերակազմավորումներ են տեղի ունեցել եւ տեղի ունենալու մյուս տարի եւ դրանով պայմանավորված է այն փոփոխությունները, որոնք արտացոլված են նաեւ բյուջեում, դա կապված է գվարդիայի ստեղծման, տարբեր սորաբաժանումների լուծարման գործընթացների հետ, որի բնականաբար, ինչպես ասեցի, նախարարը վստահ եմ մանրամասն ձևով կներկայացնի։ Պարոն Հովհաննիսյան, պարսիկները մի խոսք ունեն, ասում հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Ինչքան է օգոստոսի 8 ասենք, բայց օրինակ շաբաթօրը եղել եմ Գորիսի տարածաշրջանում, նույն առաջնագիծն է, նույն մարտական հերթապահությունը, դեռ ավելին միշտ կահավորման անհրաժեշտություն ունեցող։ Այսինքն այնպես չի, որ օգոստոսի 8-ից հետո այդ դիրքերը չկան եւ միջազգային կազմակերպությունը չգիտեմ ինչ են աշխատում, բայց իրականությունը այլ է, անցնում ես ջերմուկով տեսնում ես օկուպացված տարածքներ, նույնը Տավուշ եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ մի հատ ուրիշ հանգամանք էլ կա, իհարկե ԱԱՑ-ի ժամանակ ավելի մանրամասն կանդրադառնանք, օրինակ ԱԱՑ-ի, որ նաեւ սահմանապահ զորքերն է, կապիտալ շինարարության ծավալները ի տարբերություն նախորդ տարվա այս տարի 2025 թվականի համար ավելի քիչ են նախատեսված։ Տրամաբանությունը իշխանության, որ այ տեսեք սահմանագծման, սահմանազատման աշխատանքը հզոր թափով առաջ է գնում, ենթադրում է, որ սահմանապահ ուղեկալների եւ այլնի զորանոցների համար շատ ավելի մեծ գումարներ են ներդրվելու, որովհետեւ շատ ավելի մեծ խնդիրներ են ունենալու սահմանապահ զորքերը, բայց ոնց որ թե այդպես չէ։ Ես կարճ ուղղակի արձագանքեմ, պարոն Մանուկյան, ԱԱՑ-ի հետ կապված իհարկե կքննարկենք, երբ որ ԱԱՑ-ի բյուջեն քննարկելու լինենք, ինչ վերաբերվում է պաշտպանության նախարարությանը, ապա ես եւ պաշտպանության նախարարը մանրամասն պարզաբանումներ տվել ենք այն մասին, որ այն նվազեցումները, որը կան բյուջեում, որևէ ձև չեն անդրադառնում այն ռեֆորմներին, որը մենք իրականացնում ենք եւ վերազինման աշխատանքներին, դա պայմանավորված էր նրանով, որ մեր գնումների եւ կապիտալ ծախսերի իրականացումը որոշակի տրամաբանություն ունի, մի տարում չի իրականացվում եւ մենք որոշում ենք կայացրել ապագա ծախսերը առաջ բերել եւ իրականացնել 2025 թվականին եւ մենք 26 թվականից վերադառնում ենք մեր նախագծված հետագծին